Վտանգը հենց գրպանում։ Անչափահասները սառը զենքի անհրաժեշտություն ունեն, թե թրենդի թելադրանքն է։ Թեպետ Հայաստանի օրենսդրությունն արգելում է սառը զենք համարվող դանակների վաճառքն անչափահասներին, իրականում սակայն այն հաճախ թղթի վրա էլ մնում է։ Ծալովի դանակներ ամենատարբեր չափերի ու կառուցվածքի այսօր կարելի է գնել թե շուկաներում, թե ինտերնետում առանց տարիքային վերահսկման։ Իմ երեխան դպրոց է գնում, դասարանցիների 70-ից 80%-ի մոտ դանակ կա։ Ու չես հասկանում երեխաներին ինչին է պետք։ Չեմ զարմանում, որ ընկնի ազդեցության տակ ու վաղը իմ երեխայի ձեռքին տեսնեմ։ Դպրոցականներից ոմանք ասում են ինքնապաշտպանության համար է, մյուսները գրավչություն են համարում կամ ուժի զգացողություն ունենում։ Մասնագետներն էլ ահազանգում են այս կտրող գործիքը, որ երբեմն որպես խաղալիք են գործածում, կարող է կյանք արժենալ։ Դեռահասության տարիքում կա նույնականացման մեխանիզմ, որը գործում է հենց այդ միտումով, որ սուր կտրող ցակող եւ իրենից ուժ ներկայացնող գործիքի շուրջ երեխաները հավաքվում են։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկի մոտ կա ով իրեն ավելի հեղինակավոր է զգում, Իսկ վնասը միայն ֆիզիկական չէ։ Նման առարկաներ կրելը ձևավորում է կեղծ ուժի պատկեր եւ դա հաճախ բերում է ճակատագրական սխալների, կոնֆլիկտների, հանցագործությունների կամ նույնիսկ կյանք խլող միջադեպերի, ասում է մասնագետը։ Օրենսդրությունից զատ պատասխանատվությունը սկսվում է հենց ընտանիքից։ Նախադպրոցական եւ կրտսեր դպրոցական տարիքում սուր կտրող զենքի նման խաղալիքներ կրելը արդեն իսկ ագրեսիայի համար պատճառ հետևանքային կապ են, որը որ բնականաբար երեխայի մոտ արթնացնում է վնասելու միտումը։ Անչափահասների ներգրավմամբ եւ նրանց կողմից սառը զենքով հանցագործությունների կատարման մտահոգիչ վիճակագրություն են նկատել նաեւ ներքին գործերի նախարարությունում։ ԿԳՄՍ-ի հետ պարբերական ստուգայցեր են իրականացնում դպրոցներ։ Նոր օրենսդրական փաթեթում էլ նպատակ ունեն սահմանելու արգելված իրերի եւ առարկաների հստակ ցանկը, որով կկարողանան հետագայում առաջնորդվել զննության ստուգումների ժամանակ։ Խոսքը վերաբերում է անչափահասներին փականներով տարբեր փոքր դանակների վաճառքի արգելքի կարգավորմանը եւ հուսով եմ, որ նմանատիպ արգելքի նախատեսման պայմաններում մենք կգնանք նաև ավելի շատ կանխարգելման վրա շեշտը դնելու ուղղությամբ եւ կկարողանանք այս տեսանկյունից եւս որոշակի արդյունքներ ունենալ, բայց շատ կարեւոր է այստեղ ոչ միայն դպրոցների աշխատանքը, ծնողները եւս պետք է ներգրավվեն եւ ուշադրություն դարձնեն ինչ է երեխան կրում գրպանում։ Հոգեբանը հիշեցնում է պատից կախված հրացանը մի օր կկրակի։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։